Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը, ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում իր օգտինապորինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց, մասնավորապես առևտրային կազմակերպության տնօրենը գործելով խմբի կազմում Երևանում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու եւ անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 միլիոն դրամ կաշառք։ Պարզվել է նաեւ, որ 2025 թվականի հունվարին նշված կազմակերպության տնօրենը այլ անձի հետ նախնական համաձայնությամբ Պաշտպանության նախարարության զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար։ Պաշտպանության նախարարության շենքի դիմաստեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի շրջանակներում 2 անձ է ձերբակալվել։ Խուլիգանությունը եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել է հատկանիշներով։ Ոստիկանության արտաշատի բաժին է հրավիրվել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա մի կին, ով հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին իր նախկին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ քաշել է իր մազերից, բռունցքով մի քանի անգամ հարվածել դեմքին, պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հնչեցրել է սպառնալիքներ։ Կինը ոստիկաններին նաև հայտնել է, որ օգոստոսի 20-ին նախկին ամուսինը իրենց տանից կողացել է բարերարների կողմից իր երեխաներին հատկացված 300,000 դրամ գումարը, բջջային հեռախոսն ու բանկային քարտ, որի մեջ եղել է 3 միլիոն դրամ գումար, եւ հեռացել տանից, իսկ հետո նշված գումարը ծախսել իր անձնական կարիքների համար։ Կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։ Պարզվել է վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, կա 5 ձերբակալված։ Հոկտեմբերի 1-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա ճակատոց կրիկոտրված ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել։ Ոստիկանները սակայն պարզել են, որ ծնողների հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Այդ օրը դպրոցում հիվանդանոց տեղափոխված երեխայի եւ նրա հասակակից համադասարանցի տղայի միջև տեղի ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխված երեխան հարված է ստացել գլխի հատվածում։ Հոկտեմբերի 6-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Փարպեցու 11 աշենքի բակում վիրավոր քաղաքացի կա։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննեսն է, ով հիվանդանոցը տեղափոխվել Փարպեցի 11 աշենքի բակից։ Նշված 10 հարկանի շենքի 6-րդ հարկից Հովհաննեսը կամ անզգուշաբար վայր է ընկել կամ ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։ Հոկտեմբերի 6-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դիկա հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենի Կիդին։ Սեպտեմբերի 30-ին Զվարթնոց օդանավակայանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինեն ու հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել է Զվարթնոց օդանավակայան, որտեղ ժամանման սրահում նկատել է, որ իրեն պատկանող ոսկյա Rolex ֆիրմայի ժամացույցը եւ զարդ հանդիսած հողականջողերն իրեն անհայտ պայմաններում եւ վայրում գողացել են։ Ըստ ուժողի իրեն պատճառվել է մոտ 10,000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս։ Հոկտեմբերի 4-ին ոստիկանները Տաթև գյուղի վարչական տարածքում գտնվող իր գոմի մոտակայքում հայտնաբերել ու արգելանքի են վերցրել 34-ամյա տղամարդու, հուլիսի 21-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից սպանության փորձի մեղադրանքով։ Իրավապանները ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը, ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակարգելված իրեր, 21 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 5 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, Wi-Fi սարք եւ 3 զույգ ականջակալ։ Հոկտեմբերի 6-ին Երևանի Նոր Քմարաշ վարչական շրջանում էլեկտրական մեքենան վերահերթի է ենթարկել հետիոտնին։ Հետիոտնը կանգնած է եղել մայթին, երբ նշված մեքենան, որը կայանված է եղել Երևան City-ի դիմաց, առաջ է ընթացել վերահերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն եւ մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի եւ Երևան City-ի տարածքում վարորդը փախոստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Հոկտեմբերի 6-ին Range Rover մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն ու հայտնվել գազոնում, տուժածներ չկան։ Հոկտեմբերի 6-ին Toyota մակնիշի ավտոմեքենան աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, երկաթե էլեկտրասյանը, բետոնե եզրաքարին, մի պտույտ շրջվել ու հայտնվել մասամբ երթևեկելի հատվածում, մասամբ կանաչ գազոնում, տուժածներ չկան։